Մենք ունենք տեխնիկա, որը իր ժամկետը արդեն լրացել է, մենք դիգա փոխենք, չէ՞։ Դա մի ուղղություն, երկրորդ ուղղություն։ Ի հայտ են գալիս նոր զինատեսակներ, ավելի էֆեկտիվ։ Մենք տիվրսինք, եւ երրորդ Ադրբեջանը ինքը զինվում է, եւ մենք պետք է գտնենք պատասխաններ այդ իրանց զենքերին։ Այս երեք ուղղություն, որը ստիպում են միշտ Հայաստանին հետևելու այդ գործընթացին եւ ապահովել։ Այսինքն իրաբրային չէ այդ 200 միլիոն վարկի տրամադրումը այս։ Չէ, սա գործընթաց է, որը չի կարելի ասել, թե սա նորություն է կամ չգիտեմ ինչ մենք պատրաստում ենք։ Իսկ ի վիճակի է հավասարակշռել այս 200 միլիոնի վարկը կոնկրետ ադրբեջանական, ասենք ռուսական կողմից օգտվելու 5 միլիարդի զինատեսակի։ Հնարավոր է սա հավասարակշռի, ի վիճակի է իզովել։ Այո։ Բայց միայն թվերի տրամաբանություն ելնելով արդյոք ի վիճակի է։ Ես ասացի, չէ, որ պետք է մենք 3 մասի իրանց բյուջեն բաժանենք մեկ, երկրորդ ուրեմն հարցը առաջանում, թե ինչքանով էֆեկտիվ օգտագործում է այդ փոխը։ Եվ ասենք թե մենք զենք վերցնում ենք Ռուսաստանից ներքին գնելով։ Ինչ որ վերցնում է Ռուսաստանի զինված ուժերը, նույն գնով։ Իսկ դա, ասենք դες, շատ մեծ տարբերություն է։ Այն ինչ որ արվում է Ադրբեջանը։ Այսինքն դա ահռելի տարբերություն չի 5 միլիարդի եւ 200 միլիոն թվերի։ Չէ։ Պարզապես թվերի միջև։ Չէ, ուրեմն նորից եմ ասում, 5 միլիարդը էֆեկտիվ չի օգտագործվում մեկ, ի բաժանեք 3 մասի, եւ մենք դա կարողանում ենք բալանսավորել մեր ռազմաքաղաքական պայմանագրերով, որը մեզ թույլ է տալիս զենք վերցնել, ու նաեւ Ռուսաստանը հայտարարում է, չէ, նաեւ դեպքեր է լինում, որ տեղի են տալիս։ Եվ ես միշտ այն մարդկանց ներողություն ավարտում եմ, եւ միշտ այն մարդկանց, որ ասում են, թե ինչ է տալիս մեր հայ-ռուսական հարաբերությունները, ասենք, թե ես պատասխանում եմ, ոնց Հայաստանը, որ ծախսում է բանակին 400 միլիոն, կարողանում է ապահովել բալանսը պետության հետ, որը ծախսում է 5 միլիարդ։ Պատասխանը այս արդյունքն վրա է։ Այսինքն մենք շատ ավելի խնայող ենք եւ շատ ավելի տրամաբանված առողջ ենք։ Համաձայն եմ ձեզ։